Հիմա եթե մենք անցնենք այն մյուս խմբին, որը այլ տիպի արևմտամետներ են, ավելի ազգայնական, Այլ ազգային արևմտամետներ, հա, ստեղ իրար հետ չկապված եւ նույնիսկ մրցակից կարելի է անվանել երկու կազմակերպություններ են ընկնում այս կատեգորիայի տակ։ Մեկը ավանդաբար Բևերն էր, որը փորձում էր արևմտամետ պոպուլիզմը համատեղել ազգայնական պոպուլիզմի հետ, եւ շատ տարօրինակ մտքերի հեղինակ էին նրանք նաեւ այդ առումով, երբեմն ասենք թվարկելով Հայաստանի դաշնակիցներին իրար կողքի դնում էին, ասենք, Միացյալ Նահանգներին եւ Պարսկաստանին, հաշվի չառնելով, որ դրանց մեջ բավական մեղմ ասած ծանր հարաբերություններ են, իրենք կարողանում էին ինչ-որ ձևով դա համատեղել եւ իրենք ասում են ապագայում, հա, ինչ-որ մի օր, հա, երբ որ արևմուտքը Պարսկաստանն էլ գրավի, դրա համար էր, որ իրանք անհամբեր սպասում էին, որ այս պատերազմը որ սկսվեց, անհամբեր սպասում էին, որ Պարսկաստանը կհանձնվի եւ կգա այն բաղձալի պարսկական կառավարությունը, ով ԱՄՆ-ի դեմ կխոնարհվի արդեն։ Բայց դա չէ։ Ամեն դեպքում հիմա այս Բևերին եւ Գուրգեն Սիմոնյանին դուք դնում եք ազգայնական կուսակցություններ, չգիտեմ, ասենք Բևերը։ Ես նկատի ունեմ իրենց խոսույթը, այսինքն Գուրգեն Սիմոնյանն էլ երբեմն այդպես շատ ազգայնական հայրենասիրական խոսույթ է բերում, նույնը անում է Բևերը, եւ իրենք երկուսն էլ միաժամանակ արևմտամետ են ներկա։ Ինձ համար դա այդքան էլ ակնհայտ չի, օրինակ Գուրգեն Սիմոնյանի դեպքում իմ համար նա վառ նիկոլական է, իսկ Բևերի դեպքում, չգիտեմ, եթե մի կուսակցություն եթե ասում է, որ Զանգեզուրի միջանցքին կողմ է, ասենք ինչով կարելի է դա համարվի ազգային կամ ազգայնական ուժ, ճիշտ է, Բևերն է ասել Զանգեզուրի միջանցքին կողմ լինելու մասին։ Հիմա Զանգեզուրի միջանցք չեն ասում, թրիպ են ասում, բայց դա ինչ տարբերություն է։ Թրիպին կողմ են։ Ես ճիշտ ասած այդ մի բանը չեմ նկատել, որ իրենք դա ասել են, միգուցե ասել են կամ ասել են ինչ որ պայմանական բաներով։ Հարցը դա չի։ Ես նորից այստեղ իրենք ասում են դա լավ է, բայց պետք է ավելի ճիշտ դա կառավարել ԱՄՆ-ի հետ, այսինքն դետալների մեջ է բազարը, ոչ թե որ սկզբունքային դրանք այդ պլանին դեմ լինեն, այդ նախագծին դեմ լինեն։ Սա Բևերի արևմտամետությունն է, դա ճիշտ է, բայց դետալները սխալ, այնտեղ չգիտեմ, front office, back office, այս կամ այնքան։ Ահա, հիշեցի ինչն եք ասում, ճիշտ է։ Ճիշտ է, այստեղ կան մարդիկ, օրինակ Գևորգ Սաֆարյանին անձամբ ես մեծ հարգանք ունեմ այդ տղայի անցած ուղու։ Չէ, Բևերը շատ մարդիկ կա, որոնց առանձնապես կարելի է շատ հարգել եւ այդտեղ խնդիր չկա, ավելին կարելի ասել նրանցից համարյա բոլորին ինչ որ մի բանի համար կարելի է հարգել։ Հիմա ասենք ինչքան էլ համարեն, որ այսինչ մարդը սխալ բան է ասում, կամ իր պատերազմական անցյալի համար, կամ իր ինչ որ ոլորտում գիտելիքների համար մեկը կարող է հարգել, բայց այդտեղ հարցը ես ինչ սկզբունքով եմ խմբավորել իրենց, որ իրենք միաժամանակ ազգայնական խոսույթ ունեն, ազգի փրկության խնդիր ունեն, ազգային արժանապատվության խնդիր ունեն եւ միաժամանակ արևմտամետ են։ Ինչ վերաբերում է միջանցքին Բևերի պարագային, ապա հիշենք, որ Բևերը մի հատուկ առանձնահատկություն ունի, այսպես դա այն է, որ մնացած արևմտամետներից տարբերվելով նրանք առավելապես ամերիկամետ են, այլ ոչ թե եվրոպամետ։ Այսինքն բևերականները գնում են դեռ չունեմ կոնգրեսականների հետ են հանդիպում, ամբողջ հույսը ամերիկան է, ամերիկացիներին համոզել, որ ամերիկացիները մեզ լավ աչքով նայեն եւ այլն։ Հիմա երբ որ տրիպի առիթով Ամերիկան իր ոտով եկել հասել է մեղրի, բնականաբար իրենք հույս ունեն Ամերիկայի հետ խոսելով ինչ որ առավելություններ ստանան, դա իրենց կերպարի մասն է։ Իհարկե ես այդ ամեն ինչը մի քիչ անհեթեթություն եմ համարում, ավելին ես կարծում եմ տրիպը ոչ մի կապ չունի Ամերիկայի հետ։ Սա նման է, գիտեք, ինչին մեր հարսանիքներում, որ տղան ու աղջիկը պայմանավորում են, որ պիտի ամուսնանա, մտածում են իսկ ով լինի քավոր, ասենք տղան ասում է դե մենք ավանդաբար այսինչ ընտանիքից ենք քավոր բերում եւ ասենք կարող են համաձայնվել եւ քավորին հրավիրել։ Դա դրանից չստացվեց, որ քավոր այդ ընտանիքի գլխավոր մարդն է։
իրենք են որոշել ամուսնանալ, ընդհանրապես խավորին հրավիրել են, նա չի համաձայնվել եւ այդպես հարաբերություններ են առաջացել։ Հիմա Հայաստանը պարտվել է Ադրբեջանին, Ադրբեջանը պարտադրել է Միջանցք, Բայց խավորը իր ծրագիրը ունի, իր բանն օրակարգն ունի։ Դուք ասացիք, որ Ռուբիոն այսօր գալիս էր Հայաստան, Երևան, միաժամանակ այդ Ադրբեջանի Բայրամովն էլ Վաշինգտոնում է գտնվում, ինչ են խոսալու դա ոչ մեկ դեռ չգիտի, միգուցե հետո կպարզվի, բայց Ամերիկան էլ այդ ծրագիրը միգուցե բացի այն որ Թրամփի անձնական ինչ-որ ֆինանսական շահերի, ոնց որ ինքը միշտ անում է, դրանց հետ կարող է կապ ունենալ, բացի դրանից էլ եթե ինչ Միացյալ Նահանգներին է վերաբերվում, դա կարող է նաև դիտարկվել Իրանի հետ, Իրանին այսպես մեկուսացնելու որպես ծրագիր նաև Իսրայելի Շատերն են այդպես մտածում, իրականում այդ միջանցքից ուղակի սպառնալիք Իրանին հնարավոր չէ, դա շատ նեղ է սպառնալիք դառնալու համար, առավելևս Ադրբեջանի Հայաստանից չէ, այդ առումով Իրանը Հայաստանից վաղուց է կտրված, այսինքն Հայաստանից Իրան գնացող բոլոր ապրանքները ամբողջությամբ գտնվում են ամերիկացիների հսկողության տակ շատ վաղուցվանից։ Դա եղել է նախապայման, երբ որ Հայաստանը խնդրել է Ամերիկայից, որպեսզի Հայաստանին թույլ տան հակառակ ամերիկյան տարբեր սանկցիաների Իրանի հետ ինչ որ առևտուր անել, ամերիկացիները դրել են որոշ սահմանափակումներ, այսինքն համաձայնվել են, որ այո, Հայաստանը հատուկ պայմաններ ունի, նա չի կարող Իրանի հետ առևտուր չանել, բայց պահանջել են, որ իրենք հսկողություն ունենան Մեղրի անցակետում։ Դա ես չգիտեի, դա երբ է տեղի ունեցել։ Շատ վաղուցվանից դա անխոս ձևով ինչ որ թեթև պայմանագրերով ստորագրված անմիջապես կիրառվում, այսինքն իրենք տեղեկություն են մաքսային ամբողջ անցուդարձից, երբեմն նույնիսկ հուշում են մեր մաքսայիններին, որ այնտեղ ինչ որ նարկոտիկ կա, բան կա, գնացեք բռնեք։ Մի խոսքով իրենք այդ ամբողջ տեղեկատվությունը ունեն, թե Հայաստանից ինչ ապրանքներ են գնում Իրան, որպեսզի երկակի ռազմական նշանակության ոչ մի բան չգնա։ Եվ դա հաջողությամբ ու դա տարբեր կառավարությունների օրոք դա եղել է, այսինքն երբ որ կահավորվել է Մեղրի անցակետը, այդ կահավորման առաջին օրերից դա եղել է ամերիկյան տեխնիկայով, որոնք այդպես նույնիսկ ասենք ամերիկյան պաշտոնյա կար այն կողմերում նստող, որը անմիջապես այդ հարցերի պատասխանատուն էր։ Այս առումով Հայաստանը երբեք Իրանի հետ այսպես ինքնուրույն, ոչ թե ինքնուրույն, այլ Ամերիկայի շահերին հակառակ առևտուր անելու բան չի ունեցել։ Բայց ռազմական իմաստով որպեսզի Հայաստանի տարածքը օգտագործվի Պարսկաստանի դեմ, միայն այդ միջանցքը քիչ է, խորություն է պետք է դա անելու համար, իսկ այն պարագայում, երբ որ Իսրայելը շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որը գրեթե ամբողջությամբ այդ Արաքսի ափը բացի այդ 46 կիլոմետրից, որը մերն է, ամբողջությամբ տնօրինում է, այնտեղ Հայաստանի սահմանի կարիքը իրենք ընդհանրապես չունեն։ Իրանի արտահանումների մասով նույնպես Ամերիկան ընդդեղից վերահսկում է, բայց Իրանն էլ այդտեղով առանձնապես շատ բաներ չի արտահանում, համենայն դեպս նավթ բան, այսպիսի բաներ չի արտահանում, այդ ամեն ինչը գալիս է միայն Հայաստան։ Անկամ գազը, որ Իրանը արտահանում է Հայաստան, դա հատուկ պայմաններով ոնց որ թույլատրված էր, այդ գազը իրականում ոչ թե վաճառվում է խողովակների, չէ՞։ Բացի որ փոքր է, այն ամբողջությամբ վերածվում է էլեկտրաէներգիայի եւ վերադառնում է Պարսկաստան։ Մեզ մնում է միայն այն տարբերությունը, որը մենք վերցնում ենք որպես վարձավճար։ Այդ ոնց որ Երևանի հեկն է կցված այդ գազատարին, Երևանի հեկը ամբողջությամբ աշխատում է Պարսկաստանի համար, ինչ էլեկտրականություն արտադրում է ամբողջությամբ գնում է Պարսկաստան։ Դրա համար այդտեղ այդպիսի խնդիր չկա, խնդիրն այն է, որ դա թուրքական միջանցք է, այդտեղ ոչ մի ամերիկյան միջանցք չկա։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը չէր կարող հայ ժողովրդին ասել, որ ես այս տարածքը նվիրել եմ թուրքերին։ Իրանք պայմանավորվեցին Ալիևի հետ, օգտագործելով Տրամպի այդ քարասիրությունը, բանը նաև փող աշխատելու ցանկությունը, ասացին եղբայր արի քավոր կանգնի մեր այս թուրքերի համար հաղթական, Նիկոլի համար պարտվողական այդ գործարքին, որպեսզի մենք բոլորին ասենք, որ սա դու ես, եւ Ամերիկան էլ հաճույքով համաձայնվեց, ընդամենը դա էր, բայց բևեռը դրա մեջ չի խորանում եւ նման բան։ Գուրգեն Սիմոնյանի պարագայում ստեղ ընդամենը sense այսպես գեղեցիկ խոսքեր են, ինքը այսպես մի քիչ ավելի համեմատաբար ճոխ հայերենի է տիրապետում մյուս քաղաքական գործիչների հետ, եթե համեմատենք, ավելի այսպես ինտելիգենտ մարդու տպավորություն է թողում երիտասարդի, բայց ինքն էլ իր խնդիրներն ունի, որովհետեւ մենք տեսանք մի դրվագ իր համագումարում,
շատ բնութագրական դրվագ էր, երբ որ ինչ որ ուսուցչուհի էր, թե ով էր, ինչ որ կին էր, իր կողքը նստած այսպես էմոցիոնալ ելույթ էր ունենում, կարդում էր թղթից եւ ասում էր, ահա մեր կողքին նստած է Անդրանիկը Նժդեհը մեր օրերի բան, եւ Գուրգեն Սիմոնյանը այսպես հանգիստ նստած լսում էր այդ խոսքերը, դա բավական ծիծաղելի տպավորություն թողեց։ Ես հետո խոսել եմ այդ գործչի, խոսել եմ ինչի, որովհետև երբ որ մենք նախընտրության նախագիծն էինք ներկայացնում տարբեր կուսակցությունների, իմ մոտ տպավորություն կար, որ ինքը մեր գաղափարական սկզբունքները ամբողջությամբ չի ընդունելու, դրա համար իր ուղղությամբ չէինք աշխատում, սակայն հաճախ մարդիկ այդ նախագծերի տակ գրում էին, որ ինչու չեք դիմում Գուրգեն Սիմոնյանին, ինչու Գուրգեն Սիմոնյանի հետ բան չի կանում, ես ասի գնամ ուղղակի հարցեր տամ եւ պարզեմ։ Հարցերից պարզվեց, որ ինքը բռնապետ է կուսակցության ներսում, ոչ թե բռնապետ է, այն դասական կլիենտարիստական կուսակցությունն է, երբ որ ինքն է որոշում, թե իր կուսակցության մեջ ով պետք է լինի, ով պետք է չլինի եւ ով ինչ պետք է լինի։ Հա, եւ դա այդքան էլ մեծ կուսակցություն չի, հակառակ իր հայտարարած թվերին, դա մի հատ փոքր ակումբային բան է, բավական չնչին ֆինանսավորման, որը գրեթե ամբողջությամբ իր հետ է կապված, որ ինչ աղբյուրներից է այդքան ես լավ չգիտեմ, եւ փաստորեն ոնց որ ես ունեմ փող, ես գեղեցիկ խոսում եմ, ուրեմն ես ազգային առաջնորդ եմ, հա, բավական ասենք ինտերնետում հաճելի տպավորություն եմ թողում տնային տնտեսուհիների վրա, ուրեմն ես լավ քաղաքական գործիչ եմ, եկեք ինձ քվեարկել։ Հետաքրքիրն այն է, որ այդ գործում ինքը հաջողություն է արձանագրել եւ բազմաթիվ հա, կանչում են հեռուստաընկերություններից, բաներից միշտ իրան կանչում են։ Բացի այդ բազմաթիվ այլ կուսակցություններ, հետևելով տարբեր վարկանիշների, անդադ զարմանում էին, թե այս տղեն որտեղից բուսնեց, այս ոնց է այսպեսի բարձր վարկանիշներ հավաքում եւ շատերի մոտ այդպիսի տպավորություն կար, որ հա, ինքը ունի մեծ վարկանիշ, համեմատաբար մեծ անշուշտ, որը կարող է բացարձակ բավարար չլինել շեմը հաղթահարելու համար, բայց ասենք, չգիտեմ, երկար տարիներ աշխատած, օրինակ ասենք, չգիտեմ, Արման Թաթոյանը կարող է հանկարծ զարմանա, որ ես այսքան աշխատել եմ, այսքան մեծ թիմ ունեմ, իսկ այս երիտասարդը մենակով այսքան վարկանիշ ունի, համարյա ինձ հավասար, հա, այսպեսի զգացողություններ ունեն մարդիկ, եւ ըստեղ կարծում եմ դասական օրինակն է, այդպես մեկ անձի շուրջ այդ կլիենտարիստական կուսակցությունների, որ ես համարում եմ հայ ազգի չարիքներից մեկը։ Եվ այստեղ էլ կա բեմականություն, նախ մեկ դերասանի թատրոն հասկացությունը այստեղ ամբողջությամբ վերաբերում է թե Գուրգեն Սիմոնյանին, թե ասենք, չգիտեմ, օրինակ Հայկ Մարությանին, թե տարբեր այլ կուսակցություններ, հատկապես փոքրերին, եթե անդրադառնանք, բայց եթե նայենք անգամ խոշոր կուսակցությունները, այսօր Նարեկ Կարապետյանը մենակ է վարում քարոզ արշավը, երկրորդ մարդը չկա այնտեղ խոսացող, այսպես մեկ դերասանի թատրոնա հիշեցնում գրեթե ամբողջ քաղաքական դաշտը, բացառությամբ 1-2 կազմակերպությունների, դաշնակցությունն է, որ կարող է մի քանի դեմքով հանդես գա, կոնգրեսից կարող է 2-3 հոգի հանդես գան, բայց մնացած բազմաթիվ դեպքերում մեկ դերասանի թատրոն է, ցավոք սրտի, այս առումով նույնպես ասենք բոլորին դեմը կարծես շատ հազվագյուտ բացառություն է, որովհետև շատ այսպես հորիզոնական կառույց է, բազմաթիվ իրար հավասար անդամներով, կոլեգիալ որոշումներով, բոլորովին բաց, կարծես թե լրիվ հակապատկեր է այս Գուրգեն Սիմոնյանի տիպի կուսակցությունների։